Ռոմանոս Պետրոսյանը իր նախորդ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ նախկին հանձնաժողովը ամբողջությամբ էր մատնվել, դրա բառապացույցն այն էր, որ նախկին տնօրենը Բաղրամյանը հրաժարվեց պաշտոնից, դուք եք եղել հանձնաժողովի անդամ, սա չի նշանակում, որ դուք ևս ամբողջությամբ եք մատնել, այս դեպքում ինչ են իշխանությունները ձեզ զբաղվում։ Շատ լավ։ Ուրեմն հետևյալ կերպ պատասխանեմ հնչեցված հարցին, ես նախկինում 1.5 տարի եմ աշխատել հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ, հետո նշանակվել եմ Կոտայքի մարզպետ։ Այդ 1.5 տարվա ընթացքում նախ ես իմ կարգավորման տակ հանձնաժողովի կառուցվածքն է այդպիսին, բոլոր անդամները իհարկե իրավունք ունեն ցանկացած հարցի հետ ծանոթանալու եւ այս կամ այն վարույթին, այս կամ այն դիմում բողոքին, այս կամ այն օրենքի կամ կարգավորման փոփոխությանը ազատորեն մասնակցելու, բայց որպես կուրատոր հայերեն ոնց է, որպես համակարգող, շնորհակալություն, որպես համակարգող աշխատանքի բաժանում կա կատարված եւ ես այդ 1.5 տարիների ընթացքում իմ համակարգման տակ եղել է 3 հիմնական ուղղություններ, դա էր աշխատանքը քաղաքացիների դիմում բողոքների հետ, երկրորդը դա վերականգնող էներգետիկ ռեսուրսների, մասնավորաբար արևային կայանների տեխնիկական նախագծերի ստուգման եւ հավանության տալու փուլում ինձ մոտ էր գալիս այդ ամեն ինչը, ես տեխնիկական մասն էի ինձ ենթակա աշխատակազմի հետ ուսումնասիրում եւ երրորդը դա ԵԱՏՄ երկրների հետ մեր երկրի համագործակցություններ, որ իմ ենթակայության տակ էր եւ հետեւաբար նշվածից, եթե դուք տեսնում եք պարտավորություն եւ պարտականություն այդպես սուր, որ կար այդ 1.5 տարվա ընթացքում իմ ուսերին, ես երբեք չեմ խուսափել որևէ պատասխանատվությունից, պատրաստ եմ ինձ ուղղված հետագա հարցերը, եթե առաջ կգան, կոնկրետ փաստեր, ես կարող եմ դրանց անդրադառնալ, իսկ ընդհանուր առմամբ արդեն հարցին էլի պատասխանեցի մինչ այդ, ես հանձնաժողովի նախագահ եմ 1 տարի եւ այդ 1 տարվա 1 ժամի 1 ամսվա 1 տարվա բոլոր դրվագների համար կարող եմ մանրամասն պատասխան տալ։